Անգել, ոնց ես։ Լավ եմ, հեռու գնա։ Որ մոտ մնայի հաստատ չէի ուտի։ Անգել գույնդ գցել ես։ Միգուցե ասեն գան ճնշումը չափեն։ Չէ, նորմալ ես, լավ եմ զգում արդեն։ Միքայել, մի քիչ քեզ զսվի, այս խարպային խելքիդ փճածը մի ասա։ Հետո էլ ասում ես զսպի։ Սրան որ դրան ոնց զսպեմ ինձ։ Արա հիվանդան։ Հենց հիմա ես վարկենից տեից մաքրի, թե չէ ես ինքս հետ կամ։ Իսկ դու փորձի, ես այստեղից մի քայլ չեմ անի, մինչև անայի վիճակը չկարգավորվի։ Լավ կռիվ ես սարքում։ Կլինի դու չխառնվես։ Եթե դու կարաս քո որ հարցերին չխառնվես, ես իմ հորը չեմ կարա պաշտպան չկանգնեմ։ Ուրեմն իմացի, որ մենք էլ գիտենք պաշտպանելու, պաշտպանվելու ձևերը։ Գերեզմաններում բեմադրված ներկայացումը քո համար քիչ էր եկել ես շարունակես։ Մտածի ինչ ուզում ես, արա ինչ ուզում ես, ես կմնամ այստեղ այնքան ժամանակ, որքան որ նպատակահարմար կգտնեմ։ Լավ։ Մտապահիր, ես ասածդ։ Խնդրում եմ։ Սաստի Միքայելին, որ խուսափենք նախատիպներից։ Համիսնա։ Ես հիմա կգամ։ Զգում ամեն ինչ չեմ ուզում զգամ։ Գիտակցում եմ այս իմ վիճակի պատճառներն ու խուսափում եմ գիտակցածիցս։ Տեր Աստված, ներիր ինձ այս մտքերիս համար, ներիր վախերիս համար։ Ոնց ես Անգել։ Լավ եմ մեր։ Ինչի ես խաբում, քեզ թվում է չեմ հասկանում, որ լացել ես։ Վախենում եմ։ Չեմ հասկանում ինչից։ Երևի մոռացել ես, որ բժշկականն եմ ավարտել մեր։ Չէ, չեմ մոռացել, ուղղակի Աննա Բագրատովնայի վիճակի մասին ոչ ոք ոչինչ չի ասել դեռ։ Ես իմ մասին եմ խոսում։ Ինչն ես քեզնից խոսում։ Մտածում եմ, որ հղի եմ։ Անգել, ես չեմ հասկանում դու ինչի ես տխրում։ Դու հիմա պիտի երջանկանաս անկախ բոլոր հանգամանքներից։ Մի հատ իմ կարգավիճակը նայի։
Չփորձես նենց անել, որ քո կարգավիճակն ազդի երեխու վրա։ Ինքն Աստծո պարգև է։ Ու եթե Աստված որոշել է, որ դու պիտի երեխա ունենաս, ուրեմն դու իրավունք չունես դա քննարկելու։ Չեմ էլ քննարկում։ Բայց վախենում ես։ Պետք չի մի արա։ Բացի երջանկանալուց ուրիշ ոչինչ մի արա, լսում ես։ Ես ընդհանրապես ուզում եի, որ իմ երեխան ամբողջական ընտանիքում մեծանար։ Իսկ ես վստահ եմ, որ քո երեխան ուզում է, որ իր մաման իր սրտատրոփ սպասի, առանց վախենալու։ Սրանք էլ շատ են ստամնալու։ Չգիտեմ։ Ոնց չգիտեմ։ Բա մի հատ լուրջ մոտեցում ցույց տու։ Գնահետները շփվի։ Թե մենակ քոնը փրկելն է։ Շատ ճիշտ ժամանակ ես ընտրել։ Բա ինչ ասեմ։ Ժամանակ ես գտես սոսու արամ ես փրկում։ Դες լավ չի, մի հատ էլ մեր տան դիմաց իրենց արձանները դիր։ Հետո ուրիշ ինչ կարաս ասես։ Սխալ եմ ասում, պապ։ Չէ։ Ուրիշ եմ, որ ժամանակը եթե քեզ ճիշտ պահեիր, հիմա սրանք ստեղ կանգնած չէին լինի, Հենրի ջան։ Ընդհանրապես չեմ ուզում հիմա իրանց մասին խոսամ։ Մերս է ինձ հետաքրքիր։ Հազիվ եմ ինձ զգում սրանց իրար հետ մի կողմի վրա չթաղան։ Մենակ հիվանդանոցում իրար չէիք սպանել։ Էդ էլ արեք, գնանք մեր գործերով։ Իսկ ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ նկատելու չտաս։ Մենք եկել ենք իմանանք Աննան ոնց է, կիմանանք եւ վերջ։ Չէի պատկերացնի, որ մերդ այդքան հեռուն կարա գնա։ Պապ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Բայց ես էլ այստեղ չեմ կարողանում մնալ։ Պետք է գնամ մամային գտնեմ։ Եթե Աննայի հետ մի բան եղավ, մորդ կսպանեմ։ Լավ էլի, պապ, դու իմաստեղ ես, որովհետեւ Աննան է քեզ հետաքրքրում։ Իսկ ինչա դա քո համար զարմանալի է։ Հա, շատ զարմանալի է։ Զարմանալին որն է, այս ամեն ինչն է իմ համար աբսուրդ։ Ոնց է վիճակը։ Վիրահատությունը ավարտեցինք։ Ամեն ինչ բարեհաջող անցավ։ Աննայի վիճակը ծանր է, բայց կայուն։ Բնականաբար պետք է մնա դեռ վերակենդանացման բաժանում։ Բժիշկ ջան, հնարավոր է մի րոպեով մտնեմ մամայի մոտ։ Կներեք, բայց հիմա Խնդրում եմ, էլի, իրոք շատ եմ խնդրում, մի րոպեով մտնում եմ, դուրս գամ։ լավ, ընդամենը մի րոպեով։ Զուտ գոլեգայիս համար եմ թույլ տալիս։ Համոզված եմ, որ իմ պարագայում էլ ինքը նույնը կաներ։ Մի րոպեով մտնում եք ու արագ դուրս գալիս։